Մայրաքաղաքում անցկացրած հավաքից հետո գյումրեցի ըմբիշները մարզումները շարունակում են Գյումրիում։ Հերթական մարզումը տեղի ունեցավ աշխատանքային ռեզերվներ հասարակական կազմակերպության մարզադահլիճում, այն հարազատ վայր է գյումրեցի շատ ըմբիշների համար։ Այստեղ են նրանք կատարել իրենց առաջին քայլերը։ Աշխատանքային ռեզերվներում մարզվում են 200-ից ավելի ըմբիշ։ Նրանցից շատերը հնարավորություն ստացան մարզվելու աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եւ տիտղոսակիր այլ ըմբիշների կողքին։ Տրուդ ռեզերվում պարամունքները շատ լավ կընտանա, ամեն ինչ տեղը տեղին, հենց հավաքներից հետ ենք վերադառնում, անմիջապես այս դահլիճում ենք, որովհետև պայմանները լավ է։ Այս պարամունքները մեզ համար օգուտ է, հետագա մրցումների համար մեզ փորձ է, որովհետև այստեղ կան շատ հարմար զույգեր։ Ոգևորություն է նման մարդկանց հետ պարաբելը, ու ինձ ավելի շատ մոտիվացնեք է սեպտեմբեր իրաց թեմանվել։ Դե իրանցից է որոշապով բաներ կսորվեմ, ինչ որ բան չեմ հասկանա, իրանց քարցնեմ, շատ լավ խորհուրդներ կուտամ։ Լավ մարզավիճակ ձեռք են բերել բոլոր սաները, հիմնականում այս պարամունքները անցկացնելիս մոտենում ենք Եվրոպայի առաջնությանը։ Առջևում Եվրոպայի առաջնությունն է, որը տեղի կունենա մարտի 8-ից 13-ը Ռիգայում։ Գյումրեցիներից Հայաստանը կներկայացնեն 71 կիլոգրամ քաշային Վարշան Պորանյանը, 75 կիլոգրամ քաշային Կարապետ Չալյանը, 80 կիլոգրամ քաշային Ռաֆայել Մանուկյանը, 98 կիլոգրամ քաշային Արթուր Ալեքսանյանը եւ կերծանր քաշային Էդգար Խաչատրյանը։ Մինչ այդ նրանք հավաքականի կազմում եւս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնեն։ Ավելացնելու տեղը այս մարզումներից հետո մեկնելու ենք ամսի 25-ին Բելարուսիայի օլիմպիական բազա, որն որ կոչվում է Ստայկի։ Մենք մեկնելու ենք Բելարուսիա ուսումնամարզական հավաքների եւ պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը։ Շատ արժանի մարզիկներ ունենք, որոնց որ սպասենք մեծ արդյունքներ։ Մարզիչները մեծ սպասելիքներ ունեն իրենց սաներից։ Կերծանր քաշային Էդգար Խաչատրյանը չնայած երիտասարդ տարիքին արդեն զգալի հաջողությունների է հասել։ Նոր մրցաշրջանում հասցրել է աչքի ընկնել Բուլղարիայում տեղի ունեցած միջազգային մրցաշարում դառնալով բրոնզե մեդալակիր։ Մեծահասակների մեջ առհասարակ կունենան 27-ից 26-ից սկսած մարզիկները մեծ տիտուլներ կունենան, բայց հիմնականում ինքը շատ լավ աշխատասեր տղա է, մեծ պոտենցիալ կա իր մեջ, ես գտնում եմ, որ ինքը կարող է եւ լավագույն ամենալավ մարզիկին էլ հաղթել։ Եվրոպայի առաջնությանը չի մասնակցի Արսեն Ճուլֆալակյանը եւ կպատրաստվի դրանից հետո կայանալիք վարկանիշային մրցումներին։ Արսենը վերջերս հաղթող էր ճանաչվել Թուրքիայում կայացած միջազգային մրցաշարում։ Փոխարենը Եվրոպայից տուգատեսին 75 կիլոգրամ քաշային կարգում հանդես կգա Կարապետ Չալյանը, որն իր հերթին ոսկե մեդալ էր նվաճել Բուլղարիայում տեղի ունեցած միջազգային մրցաշարում։ Կուզենամ տեսնեմ Ճուլֆալակյանի կողքը կարողի պես տղեկ, որ Ճուլֆալակյանը իր տեմպերը չթուլացնի։ Մրցումների ժամանակ Երևա, մրցումների ժամանակ ես կանեմ ավելի։ Թեմը օլիմպիական նորից տարի է, հենց այդ ոգևորությամբ, հաղթանակներով դա Աստված կատարվի, ունենանք մեծ արդյունքներ օլիմպիական խաղերում։ Գյումրեցի ըմբիշները մինչև Ստայկի մեկնելը կմարզվեն Գյումրիում։ Ներկապային նրանք ոչ միայն հղկում են տեխնիկա-տակտիկական որակները, այլ նաև չեն մոռանում ֆունկցիոնալ վիճակը բարելավելու մասին։ Հապետ Հարությունյան, Խան Հովհաննիսյան, այսօր։